Բարի օրհնյալ Կիրակի սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք ոտքի կանգնենք, Տիրոջը ողջունենք մեր ծափերով այս վայրում եւ նրան փառք տանք իր սուրբ ներկայության համար։ Դրա ավելի բարձր օրհնի Տիրոջը եւ ասա Տեր, միայն դու ես արժանի եւ այսօր այստեղ եմ քո առջեւ, որպեսզի ասեմ միայն դու ես արժանի առնելու ամեն փառքն ու պատիվը եւ ես այսօր այստեղ եմ դա քեզ տալու, ամեն։ Միասին երգենք նրան։ Միայն մեկը կա, որ արժանի է, փառքն ու պատիվը զորություն ընդունելու, միայն մեկը կա, որ արժանի է, փառքն ու պատիվը զորություն ընդունելու, Աստված ամտես բայց իրական, զարմանալի ու աննման, նրան ես կփառաբանեմ։ Աստված ամտես բայց իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Միասին ասենք Տիրոջ, ով Տեր Հիսուս, քեզ սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, քեզ հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, քեզ սրտովս կփառաբանեմ, աթոռիդ առջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, ասա ով Տեր Հիսուս, ով Տեր Հիսուս, քեզ սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, քեզ հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, միայն քեզ սրտովս կփառաբանեմ, աթոռիդ առջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, ասա միայն մեկը կա, Տիրոջի երկին, միայն մեկը կա, միասին ասենք, որ արժանի է, փառքը երկիր նրան, պատիվը, միայն մեկը կա, որ արժանի է, փառքը պատիվը, զորություն ընդունելու, պատմի նրա մեծությունը, անտես բայց իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Աստված անտես բայց իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Միասին Տիրոջի երկին, ով Տեր Հիսուս, քեզ սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, քեզ հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս, քեզ սրտովս կփառաբանեմ, աթոռիդ առջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, ասա քո աթոռի առջև կերկրպագեմ քեզ, աթոռիդ առջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, ասա աթոռիդ առջև, աթոռիդ առջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, ամբողջ կյանքս, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, միասին կարող ենք ասել, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ, դուր նրան փառքը, այո, այսօր նույնպես, ինչպես ամեն օր, գանք նրա առջև մեր կյանքը նրան նվիրելու, ամեն, սիրելիս այս կյանքը Տիրոջ մեջ լինելը ամեն օր է,
Եվ ամեն օր, երբ որ արթնանում ենք, Տիրոջն ասենք, այսօր էլ քեզ եմ նվիրում կյանքս Տեր, թույլ մի տոր, որ քեզանից հեռանամ, այսօր էլ քեզ եմ տալիս փառքը, այսօր էլ քեզանից եմ շնորհակալ, որ կամ եւ քո տան մեջ եմ, ամեն։ Կարող ենք Տիրոջը իր բարի եւ ողորմության համար բարձր ծափարել այսօր եւ շնորհակալություն հայտնել նրան, որ նա մեզ հաստատեց իր տան մեջ, ամեն։ Շարունակենք Տիրոջը պաշտել, մեծարել եւ ասել Աստված բարի է եւ ողորմած է, միասին Տիրոջի առջև ուրախությամբ գանք, հալելույա։ Բարձր ավելի օրհնի Տիրոջը, քո ծափերով, քո սրտության խոսքով, ասա փառք ես Հիսուս, հալելույա։ Hallelujah.
Փառք Տիրոջի լույսի համար, իր օրհնության ու հավատարմության համար։ Փառք մեր Տիրոջը, լսենք հայտարարությունները։ Մեր աչքերը դու ես մեր Տերը և քոնեն մեր երգերը դեպի քեզ են ուղղված մեր աչքերը դու ես մեր Տերը Երկրպագենք իր տաճարի մեջ, եթե կհարմար է ձեզ կարող եք կանգնել, եթե կցանկանաք նստած ուղղակի մի քանի րոպե մինչ կերգենք, Տիրոջ այսօր գոհություն բարձրացնենք, ամեն։ Կարող ենք մի պահ յուրաքանչյուրս մեր աչքերը ուղղակի փակել եւ Տիրոջ ասել՝ Հիսուս, այսօր քո տան մեջ եմ եւ շնորհակալ եմ Տեր, որ դու ինձ արթնացրեցիր, որ դու ինձ ապահով բերեցիր քո տուն, որ դու իմ սիրտը պատրաստել ես քո խոսքը լսելու, Տեր, որ շնորհ ես արել քեզ ճանաչել, որ մի օր ես հանդիպեցի քեզ եւ այդ հանդիպումով իմ ամբողջ կյանքը փոխվեց։ Մի քանի րոպե ուղղակի սիրելի եկեղեցի, նրան գոհություն բարձրացրու եւ ասա՝ Տեր, քո տան մեջ եմ այսօր, բայց ուզում եմ, որ իմ սիրտը, իմ հոգին եւ իմ էությունը եւ իմ միտքը դառնան քո տաճարը, որ դու բնակվես իմ մեջ ամեն վայրկյան, Տեր։ Թող որ իմ սիրտը, իմ հոգին լցված լինի քո սիրով, Տեր, որ այս աշխարհի մեջ քայլեմ որպես քո զավակը, Տեր, եւ քո սիրտը ուրախանա ինձանով, ոչ միայն պաշտեմ քեզ տաճարիդ մեջ, այլ դու լինես իմ ներսում, իմ ներսի տաճարում հավետ բնակվես, Տեր, եւ ես ամեն վայրկյան, օրվա ամեն ժամին ու րոպեին, Տեր, քեզ պաշտեմ։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Փառք լինի քո անվանը, Տեր։ Սիրտս դառնա Սուրբ Հոգու տաճար և հոգիս լցվի քո սիրով կմեծարեմ քեզ Տեր ողջ սրտով երբ հոգիդ իջնի ինձ վրա Թող որ սիրտս
մեր սրտերը պատրաստում ենք Տեր Քո խոսքին, քո հանդիպմանը, քո հպմանը Մենք շնորհակալ ենք Քեզ Հիսուս Բնակվիր մեր մեջ Տեր Թող որ մեր կյանքը ամեն վայրկյան լցված լինի Քեզանով ու Քո ներկայությամբ Փառք լինի Քո անվանը Հիսուս Շնորհակալ ենք Քեզ Տեր Շնորհակալ ենք Քեզ Հիսուս Բարձրացրու Քո աղոթքը սիրելի Քո եղբայրս Եվ Քո սրտից նրան այսօր գոհություն բարձրացրու Թող որ նա իմանա, թե որքան ես ուզում մոտենալ նրան Նա տեսնում է իմ և քո սիրտը Բայց թող մեր բերանը դավանի ինչքան ենք ուզում նրան մոտենալ Որ սպասում ենք նրան իր ներկայության մեջ Եվ որքան ենք նրան սիրում և կարոտում Շնորհակալ ենք Տեր Քեզ Կանչող մի ձայն, կանչող մի երգ սարդուս Կարոտ ու սեր հոգուս Որ սպասում է ինձ Նայող աչքեր, պարզած ձեռքեր հեռվից Որ մոտ են ամենից Մեղմ շոյում է Երկինքն է բաց, երկինքն է վեր առնում Իմ խոր վերքերը չկա ոչինչ, չկա էլ անհնար Զորավոր է սերդ, միայն տեսնել, միայն քեզնից մի խոսք Որ ինձ տալիս է կյանք Եվ իմ սերը քեզ Թող դահլիճն ասի երկրպագում է Երկրպագում է Ես քեզ Լցնենք այս տաճարը մեր ձայներով Միայն քեզ Սիրտը իմ տես Որ սպասում է քեզ Ամեն վայրկյան Երկրպագում եմ Ես քեզ Երկրպագում եմ Ես
Լցնենք այս տաճարը մեր ձայներով, բարձրացնենք նրան։ Ես երկար բագում եմ միայն քեզ, սիրտը իմ տես, որ սպասում է քեզ, ամեն երկար բագում եմ ընդունիր մեր երկրպագությունը և իջեցրու քո սուրբ ներկայությունը մեզ վրա, Տեր, ամեն վայրկյան թող մեր սիրտը լցված լինի քեզանով և մենք էլ թող ամեն րոպե, Տեր, երկրպագենք քեզ, թող մեր ձայնը, մեր աղոթքը և մեր գոհությունը չդադարի, որովհետև դու արժանի ես ամեն փառքին ու պատվին։ Շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Քեզ ենք բարձրացնում մեր ծափերը, մեր խոսքը, Տեր, մեր գոհությունը և ասում ենք արժանի ես։ Հալելույա, արժանի է մեր Տեր ամեն փառքի ու պատվի։ Փառք Տիրոջը։ Ամեն սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը։ Բարի երեկո, սիրելի եկեղեցի, ուրախ եմ, որ այսօր խոսք ունեմ խոսալու 10-րդից։ Քանիսն եք ձեր կյանքում առիթի դեպքում, վկայության դեպքում մարդկանց հրավիրել եկեղեցի։ Եվ ինչ պատճառներ են մարդիկ հիմնականում տալիս։ Հիշում եք, երևի դրանցից մեկը
գումար հավաքելու պատճառն է, չէ՞։ Իսկ գիտեք ինչի են այտենց հարց տալի իրանք։ Հələ փորձեք մի հատ իրանց հարցրեք, այդ նույն հարցը, իսկ դու գիտես ինչի են գումար հավաքում։ Շատ անգամ իրանք չգիտեն։ Բայց այսօր մի քանի օրինակներ եմ ուզում տալ եւ եւս մեկ անգամ պարզաբանենք եւ հասկանանք, որ մենք երբ որ Աստծուն տասանորդ ենք տալի, մեր բաժնից տալիս ենք, դա Աստծո համար չէ, իրականում դա մեզ համար է։ Եվ ես կփորձեմ մի քանի օրինակներով ձեզ հետ կիսվել։ Առաջին ուզում եմ Աստծո խոսքից կարդալ Առակաց գիրք 3-րդ գլխից 9-րդ համարից։ Եթե ուշադիր նայում ենք, կնկատենք, որ շատ անգամ Աստված առաջի քայլը մեզ է տալի։ Եվ նա ասում է, որ եթե դու անես, ես կօրհնեմ։ Իսկ հեչ մտածել եք ինչի հակառակը չի։ Որտեվ Աստված իր խոսքը պահում է միշտ, բայց շատ անգամ մենք չենք պահում։ Եղել է, երբ որ Աստված քեզ օրհնել է եւ ժամանակն է եկել քո բաժին անես, բայց չես արել։ Ուրեմն ուզում եմ օրինակներ տալ, արդեն նշեցի ինչի են մարդիկ այդ հարցը տալի։ Նախ առաջինը, երբ որ գալիս ենք Աստծո տուն, Աստված մեզ սովորացնում է հավիտենական կյանքի մասին։ Նաև սովորացնում է, թե իրական ուրախությունը ոնց կարող է մարդ վայելել։ Աստված օրհնում է մեզ եւ չորրորդը Աստծո տուն գալով Աստծո պատվիրաններից այս դեպքում տասանորդը կատարելով Աստված նաև օրհնում է մեր ֆինանսները։ Ամեն։ Եթե նորից հարցնեն ինչ եք գնում եկեղեցի կամ հրավիրեք արի եկեղեցի եւ այդ հարցը լի տան, ահա մեկ օրինակ ինչի պիտի գաք։ Երկրորդ բանը Աստծո եկեղեցում գոյություն ունեն կարիքներ եւ ես փորձել եմ որպես բիզնեսմեն ինձ այդ հարցը երբ որ տվել են, ասել եմ օրինակի համար եկեղեցում կա հոգսեր։ Դու պատրաստ ես այդ բոլոր հոգսը քո վրա վերցնես։ Եվ շատ անգամ ասում են, այսինքն եւ դրա համար ասում եմ Աստված այդ բաժինը ունի, որ ամեն մեկից մի փոքր ամեն մեկը իր կյանքից տալով Աստծո գործերը սկսում են առաջ գնալ։ Որտեղ շատ գործեր կա, որ ֆինանսների կարիք ունեն։ Դա եւս մեկ օրինակ, որ բացատրեն։ Իսկ եթե ոչ մեկ քեզ այդ հարցը չի տվել, երկու պատճառ կա։ Կամ ոչ մեկին չես հրավիրում, մեկ, կամ ոչ մեկի հետ չես խոսում Աստծո մասին։ Որտեւ եթե այդ երկուսը անես, հաստատ այս հարցերը քեզ տալու են։ Եվ վերջում վերջի օրինակ ուզում եմ տալ, ինչու է Աստված միշտ շատ անգամ մեզ ֆինանսների մասին, տասանորդի մասին դասեր տալի։ Առաջի բառը անգլերեն նշել եմ accountability, հայերենով հաշվետու լինելը։ Դրանով Աստված քեզ հաշվետու է դարձնում։ Երկրորդ բանը քո մեջ դիսցիպլինա է ստեղծվում ֆինանսների մեջ, որտեղ բոլորս է գիտենք ապրելով այստեղ Ամերիկայում շատերը ֆինանսների մեջ մեծ խնդիրներ ունեն։ Եվ դա գալիս է, որտեղ նրանք հաշվետվություն չունեն, առաջինը դեպի Աստված, դիսցիպլինա չի ստեղծվում այդտեղ, եւ երրորդ կարևոր բանը տասանորդով Աստված մարդուն սովորացնում է honestly, անկեղծ լինել։ Երբ որ դու քո ֆինանսների մեջ, քո տասանորդի մեջ անկեղծ ես լինում, Աստված սկսում է դա օրհնել։ Հիմա ունեք մի քանի պատասխաններ։ Ես կուզեմ, որ յուրաքանչյուրս այս եկող շաբաթվա մեջ առիթի դեպքում հրավիրենք մարդկանց եկեղեցի եւ չվախենանք այս հարցից։ Ես չեմ ուզում գալ, որտեվ այնտեղ գումար են հավաքում։ Գիտես, շատ անգամ մարդիկ այդ հարցը տալիս են եւ դա նեգատիվ բան չի։ Դու ուղղակի պիտի իրան educate անես, սովորացնես։ Եվ եթե ասես, գիտես, արի Աստծո տուն նաեւ կսովորես ոչ թե ֆինանսների մասին եւ Աստված քո ֆինանսները կօրհնի, բայց նաեւ կսովորես ինչպես ապրել ուրախ Աստծո մեջ։ Ամեն։ Եկեք տանք մեր տասանորդները։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր։ Տեր քո գահի առջև ենք գալիս եւ ասում ենք Հայր, խնդրում ենք, որ իջնես այս վայրի մեջ։
Բացես մեր հոգու ականջները, բացես մեր ամբողջ էությունը քո առջև եւ թույլ տաս մեզ լսելու քեզանից, Տեր, վերցնելու քեզանից այն, ինչ որ ունես պատրաստած մեզ համար, Հայր։ Տեր, խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգու կենթանի շունչն ու ներկայությունը այս վայրի մեջ լինի։ Տեր, խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգին իրապես շարժվի շարքից շարք, անհատից անհատ եւ յուրաքանչյուրի կյանքի մեջ քո մատներով սկսես արարել նոր էություն, նոր հանդիպման ճանապարհ բացես, որպիսի նորովի բացահայտեն քո էությունը, որպիսի կարողանանք նորովի ճանաչեն քո մեծությունը, Հայր։ Տեր, խնդրում ենք, որ այսօրվա ողջ ընթացքի մեջ քո Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, Տեր։ Հայր, խնդրում ենք, որ ամեն բան, ինչ որ մարդկայնորենա վերացնես այստեղից եւ քո Սուրբ Հոգու շարժը, քո Սուրբ Հոգու կենթանությունը բերես եւ քո ձեռքերի մեջ պահես, Հայր։ Ամեն բան խնդրում ենք քո որդու, մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի անունով եւ տալիս ենք քեզ ամեն փառք, պատիվ եւ գոհություն, որովհետեւ արժանի ես։ Ամեն։ Մեր Տերը փառավոր է եւ մեր Տերը զորավոր է եւ մեր Տերը ամենակարողն է։ Այն Աստվածը, որ մենք ունենք, ինքը շատ հաճախ միգուցե մեզ թվա ուշանում, բայց դա չի ուշանում, նա ամեն բան անում է իր ժամանակին։ Մեր վրազելը կամ շտապողականությունն է, որ շատ հաճախ մեզ հանգեցնում է որոշակի խնդիրների, բայց Աստված գործը անում է եւ իր գործը երբեք կանգ չի առել եւ նրա ասելիքը երբեք չի դադարում։ Գիտեք, երկար մտորումներ ունեցա, երկար քննարկում, ինքս ինձ քննելու, ընդհանուր եկոհեքվոր կյանքը նայելու, վերանայելու եւ հետաքրքիր մի բաներ տեսա եւ որոնց մասին փորձեցի կիսվեմ եւ խոսենք այսօր եւ շատ հետաքրքիր է նյութի վերնագիր որպես վերնագիր այսպեսին ես որոշեցի դնել ինչպես վերականգնել հոգեվոր տեսողություն։ Գիտեք, որ մենք յուրաքանչյուրս ունենք տեսողություն, չէ՞, որ ունենք աչքեր, բոլորս էլ տեսնում ենք։ Բայց նաեւ մենք ունենք հոգեվոր տեսողություն, որոնք շատ հաճախ տարիների ընթացքում կարող են քող քաշվել դրանց վրա։ Գիտեք, շատ հաճախ Քրիստոս ինքն էլ էր ասում, փարիսեցիներս մեր դուք կրոնավորներ եք, որովհետև դուք ինչ ունեք, բաներ կա, որ գիտեք, բաներ կա, որ սովորացնում եք, բայց դրանք չեք անում, ինչի համար, որովհետև դա դարձել է արդեն կրոնավորություն։ Դա դարձել է մի բան, որ ես գիտեմ, բայց անելու համար արդյոք ես գործածում եմ սա, թե ոչ։ Եվ երբ որ ես խորապես սկսեցի սրանց քննել ու փորձել, ես սկսեցի գիտակցել, որ մեզանից շատերը ռեսուրսների խնդիր չունեն։ Մենք իրականում ներողություն, բայց տեսողության խնդիր ունենք։ Աստված ամեն բան, ինչի կարիքը որ մենք ունենք, արդեն իսկ տվել է։ Բայց ես ու դու ժամանակ ենք վատնում այլ տեղերում փնտրելու պատասխաններ, այլ տեղերից լսելու ձայներ, բայց իրական ձայնը, որը դու պիտի լսեիր, այստեղ արդեն ասված։ Որտեղ ես որոնում քո ռեսուրսները, որտեղից ես որոնում քո կարիքի պատասխանը, որտեղից ես փորձում քո ցանկացած խնդրի մեջ դուրս գալու ելքը գտնելը, որտեղ։ Սիրելի քույրս, եղբայրս, մենք ռեսուրսների խնդիր չունենք, այդ ամբողջը տրված է մեզ։ Մենք տեսողության խնդիր ունենք, մենք լսելու խնդիր ունենք, որ մենք շատ հաճախ անտեսում ենք սա, փակում ու դնում ենք մի կողմ եւ ուզում ենք, որպեսզի Աստված խոսի մեզ հետ։ Գիտես, Սաղմոսի մեջ ինչ ասում, ասում է Տերը բանում է ում աչքերը, ուրերի աչքերը։ Եվ շատ հաճախ մեր հոգևոր կուրության մեջ մենք կարիք ունենք, որպեսզի Տերը հպում ունենա մեզ եւ ասի տես։ Գիտես, հասկանալով, որ Հիսուսի կողմից կատարված կարծես շարունակաբար բնույթ ունեցող կամ ամենաշատը հանդիպող հրաշքներից մեկը, որ նկատում ենք, դա կույրի աչքեր բացելն է։ Եվ ես փորձեցի քննել, նայել տարբեր տեսակի մարդկանց, ովքեր որ Տերը բժշկություն արեց եւ նրանց աչքերը բացեց։ Քանի որ ես հավատում եմ, որ մենք բոլորս ունենք հոգևոր կուրություններ, ույր կետեր, շատ հաճախ ամերիկացիների բառապաշարի մեջ կա չէ blind spot։ Նույնը մեր մեքենաներն էլ, որ առնում ենք, շատ հաճախ իմասում ենք, ես կուզեմ, որ դա ունենամ, որովհետև դիրքեր կան, որ կողքդ կարա մի բան լինի եւ դու դա չնկատես։ Բայց դա չի նշանակում, որ նա այնտեղ չի, ուղղակի դու դա չէիր նկատում։ Եվ փառք Աստծո, այսօրվա տեխնիկայի դարաշրջանում կան լույսեր վառում են, դու իմանում ես, որ կա, բայց հոգևոր կյանքի մեջ ինչ լույս է վառվում, երբ որ արդեն հակառակորդը քո կողքն է, բայց քո հայացքդ հարված է ինչ-որ մեկ այլ ուղղության վրա։
Հասկանալու համար սա մենք պիտի փորձենք քննել, թե իրականում ես ինչպես պիտի անեմ, որ կարողանամ բացեմ իմ աչքերը տեսնելու սա։ Գիտես, շատ հաճախ մենք այս կույր կետերի մասին նայելով մենք շատ հաճախ այսպիսի արտահայտություններ ենք լսում եւ անում ենք ինքներս էլ, դե ես դրա մասին 5 տարի առաջ չգիտեի, եթե ես իմանայի, այլ կերպ կվարվեի։ Բաներ, որոնք որ մենք մեր կյանքում թույլ ենք տալիս, շատ հաճախ գալիս է նրանից, որ մենք պատճառաբանություն ենք բերում, որ ես դրա մասին դե չգիտեի, բայց եթե իմանայի, այդպես չէի անի։ Սիրելի քույրս, եղբայրս, ամեն ինչի մասին ավետարանը խոսում է, եւ ամեն ինչի մասին արդեն իսկ մանրամասն տվել է մեզ։ Խնդիրը այն չի, որ մենք չգիտենք, խնդիրն այն է, որ մենք չենք փնտրում։ Բայց եթե փնտրեինք, մենք կտեսնեինք սա։ Գիտես, եթե ես իմ կյանքին նայեմ եւ փորձեք դուք էլ ձեր հետ անկեղծ լինեք, մենք կնկատենք, որ մենք շատ հաճախ մեր ընտանիքի անդամների հետ, նույնիսկ մեր երեխաների հետ վարվում ենք այնց շատ խիստ ու կոպիտ մեր պատկերացումներով, որ մենք ուզում ենք դիսցիպլինա, հա, ասենց ասես կարգապահություն սովորեցնենք նրանց, աստվածավախություն սովորեցնենք նրանց, ես չգիտեմ ինչ ենք ուզում, բայց ուզում ենք մի բան սովորեցնենք նրանց։ Բայց վերանայելով, երբ որ հետ ենք նայում, տեսնում ենք շատ հաճախ այնքան խստության մեջ ենք պահել, որ թույլ չենք տվել նրա կյանքի մեջ կառուցվեն, կազմավորվեն բաներ, ինքնաբացահայտումներ, որով նա պիտի բացահայտեր իր ստեղծող արարչին։ Եվ մարդը մնում է ինչ եղած կախված մեզանից։ Շատ հաճախ մենք ինքներս այնքան ենք տարված լինում ինչ որ բաներով, ապահովելով մեր ընտանիքները։ Չգիտես, ինչի համար շատ հաճախ միգուցե մենք գալիս ենք բոլորս էլ մեր տեղերից, որը չեմ կարծում, որ ամեն մեկը ստեղ ներկաներից, որ ունեցել եք ընտանիքներում ապահովված եք եղել, որևիցե մի բանի կարիք չեք ունեցել, բոլորս ունեցել ենք ինչ-որ կարիք։ Եվ շատ հաճախ այս կարիքի մեջ մեծանալով մենք գալիս ենք հասնում ենք մի տեղ, որ մենք ինքներս մեր ընտանիքի ձևավորման փուլի մեջ փորձում ենք մեր ընտանիքին տալ մի բան, ապահովել նրանց ֆինանսապես, ապահովել նրանց տնով, ապահովել նրանց մեքենաներով, բայց փոխարենը, երբ որ ետ ես դառնում, նայում ես, տեսնում ես դու նրանց լքեցիր հուզականությամբ, տխրությամբ, որովհետև այն ամենը, ինչ ունեիր դու փոխանցելու, դա քո ներկայությունն էր եւ քո սերը, որ այդպես էլ նրանք չտեսան, որովհետև զբաղված էինք մատակարարելու եւ հասցնելու մի բան, որին որ մենք չենք ստացել, բայց մենք ուզում ենք սա հասցնենք, բայց չգիտակցեցինք, որ նրանց կյանքում կա կարիք քեզ հետ ժամանակ անցկացնելու։ Եվ շատ հաճախ մենք նույն կերպ վարվում ենք Աստծո հետ։ Մեր զբաղվածության մեջ, մեր չգիտեմ ծանրաբեռնվածության մեջ, մենք կարծում ենք, թե մենք շատ ուժեղ հոգևոր կյանքի մեջ ենք ապրում, բայց հասկանում ես, որ նույնիսկ քո ծառայության մեջ դու կարաս այնքան ֆանատիկ ձևով սա վերցնես, որ դու այնքան, չգիտեմ, տարված լինես դրանով, որ դու նույնիսկ չնկատես, որ կներես, որտեղ մնաց Աստված, որտեղ բաց թողեցիր Տիրոջը։ Սա հոգևոր կուրության մասին է խոսքը։ Եվ գիտեք, անցած անգամ մի մարդու հետ էին խոսում եւ հետաքրքիր արտահայտություն արեց իմ համար, ես անկեղծ չէի մտածել այդ հարցի շուրջ։ Եվ երբ որ այդ արտահայտությունը լսեցի, ես ինքս իմ մեջ ասեցի, իրապես սա հոգևոր կուրության մաս է, որ մենք լինելով քրիստոնյա, լինելով ծառայող, հնարավոր է մենք էլ այսպիսի բանի մեջ մտնենք։ Եվ խոսքը, որ ինքը ասեց, հետաքրքիր էր, ինքը ասեց, Աստված իր միածին որդուն տվեց մեզ համար, որպես զոհ։ Բայց մենք այսօր մեր որդուն անգամ չենք ուզում հանդիմանենք։ Ես կանգ առա ու մտածեցի, արդյոք պահն եկած տեղը, երբ որ դու պիտի սա անես, կանես, թե չես անի։ Գիտես, խորապես մտածելու բան է սա, արդյոք սա հոգևոր կուրության մաս չի, երբ որ ես կարամ այնքան տարված լինեմ եւ իմ պատկերացումների մեջ, որ ես սա այսպես է, ես այնպես եմ անում, ես շատ ճիշտ էր, բայց Աստված կարող է կանգնել ու ասել. եղբայր իմ, քույր իմ, դու մեկ անգամյա հպման կարիք ունես, որպեսզի քո աչքերդ ավելի պարզ տեսնեն։ Մեր ամենակարող Աստվածը բժշկում է։ Աստծո կողմից կատարվող նոր հրաշքը հաճախ բերում է հոգևոր տեսողության վերականգնման, ինչը Պողոսը կոչում էր ձեր սրտի աչքերի լուսավորություն։ Եփեսացիների 1:18-ում Պողոս ասում է ձեր սրտի աչքերի լուսավորություն կտա Տերը։ Եվ սա իրապես մեր կյանքի մեջ կարևորագույն մաս է։ Եկեք միասին Մարկոսի ավետարան 8-րդ գլուխը նայենք։ Անկեղծ ասած դրվագը, որ պիտի նայենք, մարդու անունը ստեղ չի շեշտվում, եւ գալիս է Բեթսայիդա, եւ նրա առաջին մի կույր են բերում, եւ նրան աղաչում են
որ դիպչի նրան։ Հիսուսը աշակերտների հետ քայլելով գալիս է եւ նրա առջև մեկ կույր են բերում։ Պիտի խնդրեմ, որ ուշադրություն դարձնեք յուրաքանչյուր մանրուքին պատմության մեջ եւ ընդհանրապես, երբ որ ավետարանը կարդում եք, յուրաքանչյուր հատվածի մեջ փորձեք մաքսիմալ ուշադրություն դարձնեք յուրաքանչյուր խոսքին, որովհետեւ տակերում թաքնված բաներ կան, որ պիտի բացահայտես ու տեսնես։ Եթե ուղակի պատմությունը մենք վերցնենք որպես պատմություն եւ անցնենք, ոչինչ չենք նկատի, բայց եկեք իրար հետ նայենք ստեղ։ Հատված 23-ում ինչ է ասում։ Եվ կույրի ձեռքից բռնեց, շենքից դուրս հանեց եւ նրա աչքերի մեջ թքելով եւ ձեռքերը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում ես։ Նայեք, դուք էլ ռեակցիա չտվեցիք։ Կարծես թե սովորական մի բան արես Քրիստոսը, ոնց որ հաշմանդամին ասես քո մեղքերը ներված են, վերցրա գնա, բայց իրականության մեջ հետաքրքիր ասում են նա թքեց նրա աչքերի մեջ եւ ձեռքերը դրեց ու բժշկություն բերեց նրան։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ սրանք պարզապես դրվագներ են, պարզապես դետալներ են, որոնք մտածել էին տեղ չկար, բերեք էս էլ լավելացնենք, բայց ամեն բան ունի իր բացատրությունը։ Ես չեմ խորանալու բացատրության վրա մատքերի ձեռքեր դնելու, թքելու, բայց ուզում եմ հաջորդ համարը միասին նայենք։ 24-ում ասում է, նա մտիկ տվավ եւ ասում էր. «Մարդիկ տեսնում եմ, որ իբր ծառի պես ման են գալիս»։ Հիմա մի հատ պարզ բան եմ ուզում ձեզի ասեմ, եկեք տրամաբանությամբ նայենք հարցին։ Եթե ես ի ծնեկույր լինեի եւ ոչ ծառ տեսած լինեի, ոչ մարդ, նմանատիպ արտահայտություն ես չէի կարող անեմ։ Մարդկանց համեմատել ծառի հետ։ Այսինքն ես գիտեի, որ ծառեր կան, որոնք ինչ-որ տեսք ունեն եւ այս մարդիկ էլ դրանց են նմանվում։ Շատ հաճախ մենք բաց ենք թողնում բաներ նմանատիպ դետալներին ուշադրություն չդարձնելուց համար։ Այսպիսով նա վերականգնում է տեսողությունը։ Որոշ բաներ Աստված ցանկանում է վերականգնել, հետ բերել մեր կյանք։ Դուք իսկապես գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Նա ասաց, ես տեսնում եմ այն, բայց խավար է, բայց ինչ-որ ձևեր են, որոնք որ ես չեմ պատկերացնում ինչն է։ Եվ շատ հաճախ մեր հոգևոր կյանքի մեջ էլ գալիս են դրվագներ, որ մեր մոտ էլ ինչ-որ բաներ դադարում են գոյություն ունենալ, դադարում ենք տեսնել ավելի պարզորեն։ Եվ գիտես, շատ հաճախ մարդիկ սա վերագրում են, որ ես Տիրոջից աղոթքով ուզում եմ սրա պատասխանը ստանամ, ես Տիրոջից ուզում եմ, չգիտեմ, քարոզների միջոցով սրա պատասխանը ստանամ։ Տերը չի լռե, Աստված չի անհետացել, Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նրա խոսքը երբեք չի փոխվում, նա ինչ որ ասեց, գրվեց, դա հաստատուն է։ Բայց շատ հաճախ մենք հայտնվելով իրավիճակների մեջ այս մշուշոտ, կարծես, չգիտեմ, խավարած տեսողության մեջ մենք փորձում ենք պատասխաններ գտնել մեկ այլ վայրից։ Աստված ասում է, ես արդեն խոսացել եմ եւ տվել եմ։ Գնա եւ գտիր այն, ինչի համար դու ունես։ Հանդիպում ճանաչակատիր, հանդիպման կարիքդ քո ներկայացրու Աստծուն, ասա Տեր, ես ուզում եմ հանդիպել քեզ։ Նորովի եմ ուզում հանդիպել։ Գիտես, միգուցե այս մարդը տեղ ասում էր, գիտես, որոշակի բաներ ես սկսեցի տեսնել, բայց միտքի ուղղակի երկրորդ անգամ էլ ձեռքերը դիր վրաս, որպեսզի ես տեսնեմ, որպեսզի ավելի պարզ տեսնեմ։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, որ Քրիստոսը երկրորդ անգամ նրա ձեռքերը դրեց իր աչքերին եւ նա ասում է կատարելապես տեսավ ամեն ինչ։ Ինձ ու քեզ շատ հաճախ այս կարիքը կա, մենք գալով եկեղեցի շատ հաճախ վերցնում ենք Տիրոջը եւ ասում ենք ես Տիրոջ հետ հանդիպեցի, ես Տիրոջը ունեմ, մի շաբաթ, երկու շաբաթ, 3 շաբաթ, 4-ից 5-ից արդեն տերմես մարդը նվազում, ինչի, որովհետև հարատև կյանք չունես Քրիստոսի հետ, հարատև փոխհարաբերություն չունես նրա հետ ինչպես պիտի փոխհարաբերության մեջ լինես, աղոթքով, նրա խոսքը կարդալով, եթե կարծում ես Աստված պիտի ամեն անգամ երկնքից իջնի ու նստի քո առջև ու քեզի բացատրի, թե դու ինչ պիտի անես, սխալվում ես, նա արդեն իսկ ասել է ինչ պիտի անենք, հետևել է պետք, հələ բերեք այս բոլորը անենք, հետո նոր հայտնություններ ուզենք իրաց, տեսնենք ինչ պիտի անենք այլ։ Բայց մենք այսօր թողնելով նրա կենթանի խոսքը, թողնելով նրա հետ աղոթն ու փոխհարաբերությունը, ուզում ենք մենք բացահայտումներ անենք Աստծուն։ Մի փորձիր քո պատկերացումներով ձևավորած Աստծուն, բերես ու մցնես ավետարանի մեջ։ Դա այդպես չի աշխատում։
Աստված չի տեղավորվում քո պատկերացումների մեջ եւ չի շարժվում քո պատկերացումներով։ Աստված շարժվում է այնպես, ինչպես որ նա ուզում է շարժվի։ Եվ նա ինձանից ու քեզանից թույլտվություն չի հարցնում։ Եվ գիտեք ինչ հետաքրքիր բան ասես Մարկոս, եթե շարունակեք 8:25-26 համարները նրան ուղարկում է տուն եւ ասում է ճանապարհին հանկարծ գյուղել չմտնես, ոչ միտեղ չմտնես, գնա քո տունը, գնա եւ շարունակի փառաբանել Աստծուն, գնա եւ պատմի թե ինչ եղավ քո հետ, գնա եւ շարունակիր ապրել այնպես, ինչպես որ դու հիմա տեսնում ես։ Եվ ինչ հիասքանչ բան է, միգուցե նրա տեսողության ամենակարևորագույն մասերից մեկը, աչքերդ բացում ես ու կենթանի Աստվածա քո դեմդ կանգնած, սրանից ավել էլ ինչ կուզենք մենք տեսնենք։ Եվ երանության մեջ մարդուն տուն ուղարկես, գնա եւ քո աչքերիդ առաջ սա պահի, գնա եւ հարատևի սրա մեջ եւ թույլ մի տուր, որ քո աչքերիդ մեջ կուրությունը նորից իջնի եւ խավարը տիրի քո կյանքի մեջ։ Համաձայն եք, չէ՞, սա հրաշալի հրաշք էր։ Ուղղակի անբացատրելի նույնիսկ շատ հաճախ։ Եվ եթե նյութը մենակ սրա մասին լիներ եւ սրա վրա կանգնելու, մենք ասենք, որ նաեւ շատ հաճախ հրաշքները, որոնք տեղի են ունենում, այնքան էլ հաճելի ձևով տեղի չեն ունենում, որովհետև տեսնում ենք, թե ինչպես Հիսուսը սա կատարեց։ Բայց քանի որ նյութի վրա մենք չենք կենտրոնանալու, այլ պիտի դիտարկում տանենք մեկ այլ մասի վրա, միասին մեկ այլ հրաշք էլ պիտի նայենք։ Եվ ինչի համար եմ ուզում մեկ այլ էլ նայենք, որովհետև շատ հաճախ մենք մտածում ենք, որ Քրիստոսը անընդհատ կրկնվող բաներ է անում։ Մի խաբվեք, Քրիստոսը երբեք նույն բանը երկրորդ անգամ չի անում։ Նա անընդհատ նորովի անում, նա անընդհատ նոր կերպ անում։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան, բայց նա նաեւ ստեղծագործ Աստված է։ Նա անընդհատ գիտի թե ոնց անի փոփոխություն բերի մեր կյանքերի մեջ։ Եվ եթե հաջորդ հատվածը փորձենք նայենք, պիտի գնանք Մարկոս 10-րդ գլուխ։ Երկու գլուխ ներքև պիտի եթանք։ Ուրեմն Բեթսայդան Մարկոս 8-ում էր, Երիքովը Մարկոս 10-ն է։ Տեղափոխվում ենք Երիքով։ Եվ 10-րդ գլխի 46-47 համարներում ինչ ասում։ Եվ գալիս են Երիքով, եւ երբ որ նա եւ նրա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովով դուրս էին գալիս, Տիմեի որդի Բարտոլոմեոս կույրը ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում։ Եվ լսելով, թե Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Ուշադրություն դարձրեք։ Նա կույր էր, բայց նա կարող էր ինչ անել, աղաղակել։ Նա ուներ կուրություն, նա չէր կարողանում տեսնել, բայց նա գիտեր, որ նա կարող է մի բան անել, անդադար աղաղակել եւ Քրիստոսի ուշադրությունը իրեն հառել։ Նա ինչ արեց։ Նա իմանալով, լսելով, որ Քրիստոսը այդտեղ է, աղաղակ բարձրացրեց. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ եթե ուշադրություն դարձնենք հաջորդ հատվածի մեջ ինչ է ասում, ասում է. եւ շատ մարդիկ սաստում էին նրան ու լուր կենա, բայց նա էլ ավելի էր աղաղակում. որդի Դավթի, ողորմիր ինձ։ Հետաքրքիր կետ ուներ այս մարդը իր մեջ, որի կարիքը ես ու դու ունենք։ Մի թույլ տուր, որպեսզի մարդիկ լռեցնեն քո աղաղակն առ Աստծուն։ Թույլ մի տուր Աստծու այն գործը, որ պիտի քո կյանքի մեջ տեղի ունենա, ամբողջը կարողանա դա լռեցնել։ Թույլ մի տուր մարդիկ, որպեսզի կարողանան քո վրա խոսան։ Թույլ մի տուր, որպեսզի մարդիկ կարողանան քեզ ասեն, դե ամոթա որ քրիստոնյա ես, լռի։ Թույլ մի տուր, որ մարդիկ ասեն, դե դու քրիստոնյա ես, դու չպիտի սենց անես, դու սենցա։ Մի թույլ տուր մարդիկ կանգնեցնեն քեզ։ Եթե դու ունես նպատակ ու տեսիլք Աստծուց առնելու այն ինչ որ ինքը ունի քեզ համար պատրաստած, համարձակորեն աղաղակիր ու ասա Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ես թույլ չեմ տալու որևիցե մեկ ինձ լռեցնի, որտեվ ես եթե լռեցնելցի, եթե թույլ տվեցի որ նրանք ինձ լռեցնեն, ես բաց եմ թողնելու այն հնարավորությունը, որը եւ այլևս միգուցե չունենամ։ Եվ գիտեք ինչն է հարցը, որ 20 տարիների ընթացքում շատերը փորձեցին լռեցնել ինձ էլ։ Շատերը փորձեցին տարբեր բաներով, տարբեր դրվագներով, տարբեր կյանքի, չգիտեմ, հարցակումներով։ Եթե թույլ տաս մի փոքր դրանք տեղը տան քո սրտի մեջ, առավել արդյունք չես ունենալու, քան այնտեղ, որտեղ որ դու հասել ես վերջ։ Կյանքիդ մեջ կդադարի գործել
այն ինչ որ պիտի գործեր։ Ինչի համար, որովհետև դու թույլ տվեցիր ամբողջի ձայնը կասեցնելու այն, ինչի համար որ Աստված այդտեղ էր անելու։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, որ նա բացարձակապես ոչինչի տեղ չդրեց, ընդհակառակը ավելի բարձր աղաղակեց։ Դուք փորձում եք ինձ լռեցնեք, ես ավելի բարձր կաղաղակեմ։ Դուք փորձում եք ինձ պահեք, որովհետև ես տեսողության խնդիր ունեմ, չեմ կարող գնալ, բայց ես կարող եմ ավելի ուժեղ աղաղակել։ Եվ նրա աղաղակը ինչը արդյունք ունեցավ, Հիսուսին կանգնացրեց։ Եվ Հիսուսը կանգնեց եւ ասեց, որ նրան կանչեն, եւ կույրին կանչեցին եւ ասացին նրան. «Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է»։ Սա էր նրա փափագը, սա էր նրա կարիքը, որովհետեւ ինքը գիտեր, եթե Քրիստոսը կանգնեց, եթե Քրիստոսը նրա վրա նայեց, նրա կյանքի մեջ մեծ փոփոխություն պիտի գա։ Եվ նա հասավ սրան։ Եվ գիտեք ինչ հետաքրքիր բան անում, ասում է նա էլ հանդերձը դեն գցեց, վեր կացավ եւ Հիսուսի մոտ եկավ։ Գիտեք հնում շատ հիվանդություններ կային եւ շատ բաներ կային, որոնք մարդիկ հանդերձներ էին հագնում, որոնց հենց ախտորոշում էր իրենց հիվանդությունը, որպեսզի մարդիկ իրենց չմոտենան, որպեսզի մարդիկ արդեն իրենց չդիպչեն, որոշները բորոտ էին, որոշները չգիտեմ, ամեն մեկը ունեին ինչ-որ բաներ, որոնցով զանազանվում էին։ Եվ ինչա ասում, ասում նա իր հանդերձը մի կողմ գցեց։ Ես այլևս սրա կարիքը չունեմ, վերջ։ Հներն անցան, ամեն բան նոր է լինելու, որովհետև ես գնում եմ հանդիպելու նրան, ով որ կարա իմ կյանքը ամբողջությամբ փոխել։ Ես կարիք չունեմ ես հինը տանեմ իմ հետ։ Ես կարիք չունեմ մարդկանց պիտակավորումը իմ հետ տանեմ նրա ներկայության մեջ, որովհետև նա արդեն իսկ որոշեց կանգնի, որոշեց հանդիպի ինձ, եւ ես այլևս այս սրա կարիքը չունեմ։ Բաց թողեց նա։ Ոչ թե իր հինը հետը տանելով, դե միգուցե չստացվի, վերջի վարիանտ էլի իմ տեղս կա։ Ասես ոչ։ Եթե նա հանդիպեց ինձ հետ, իմ կյանքը ամբողջությամբ պիտի փոխվի եւ այլևս ես սրա կարիքը չեմ ունենա։ Եվ հաջորդ համարում տեսնում ենք, որ Հիսուսը պատասխանում է եւ նրան եւ ասաց. «Ինչ ես կամենում, որ անեմ քեզ»։ Եվ կույրն էլ նրան ասաց. «Ռաբունի, որ տեսնեմ»։ Հրաշալի հարց։ Միգուցե ես մեկ մտածում եմ Հիսուսը շատ հաճախ հենց հարցեր էր տալի, որ տեղին չէր։ Շատ հաճախ, ասենք հաշմանդամին կարար տեսներ, ասեր ինչ ես ուզում անեմ քո համար, լավ կույրին տեսել ես, գիտես որ կույրը ինչ ես ուզում անեմ քո համար, բայց նա ուզում է որ դու քո բերանով դավանես, դու ինչի կարիք ունես դու։ Դու հավատում ես արդյոք դրան, թե ուղղակի այնքան ես հարմարավել, այնքան ես հարմարավետ կեցության մեջ մտե դրա մեջ, որ սա այլևս քո ապրելակերպն է դառը։ Դավանի քո բերանով, ինչ ես ուզում որ ես անեմ քո համար։ Մի կարծի որ դու աղոթքի ես կայանում, դե Աստված ամեն ինչ գիտի, ինչ ասեմ։ Մի ասա։ Այդ հենց ամեն ինչ իմանալով էլ հանդերձ դու կհայտնվես մի օր միտեղ, որտեղ չէր ուզի հայտնվես։ Խոստովանի Աստծուն քո գործած մեղքերը, խոստովանի Աստծուն քո կարիքը, խոստովանի Աստծուն թե դու ինչ ես ուզում իրանից։ Ես զրույցը միակողմանի երբեք չի լինում։ Դա նես չի որ ես գնամ բժշկի, դե բժիշկը թող իմանա էլի, ես պիտի ասեմ իրան։ Մեկ այնքան ամեն ինչ գիտի։ Չգիտես, օքեյ, գնամ ուրիշ բժշկի մոտ։ Հետո դու ես մահացողը, ոչ թե ինքը։ Եթե քո ցավերը, քո խնդիրը, քո տառապանքը դու չտանես Աստծո ներկայության մեջ, նրան չասես Տեր, ես սրա կարիքն ունեմ, ես քո ողորմության կարիքն ունեմ։ Լավ, ինչ Աստված պետք է իջնի, սկսի քո կյանքում ինչ-որ բաներ անել։ Ոչ։ Աստված երբեք քո կամքին հակառակ ոչինչ չի անի քո կյանքի մեջ։ Դու ինքդ պիտի կանչես նրան եւ ուզես, որ նա գործի քո մեջ։ Ես մի քիչ տեղ պատկերացմանը զոր տվեցի, երբ որ կույրը ասեց, ես ուզում եմ տեսնեմ, մի քիչ պատկերացմանս ուղղակի զոր տվեցի։ Դե չեմ կարող գրավոր բանով տեքստով ապացուցենք սա, որովհետև գրված չի, գրված է, որ ինքը աղաղակեց, գրված է, որ ինքը պատմիճանը գցեց, բայց սա գրված չի։ Բայց իմ պատկերացման մեջ ես այսպես տեսա, երբ որ այս մարդը ասեց, ես ուզում եմ տեսնեմ, աշակերտներից մի քանիսը մի քիչ հետ գնացին, որտեղ ասին անցած անգամ դեմ երկու գլուխ վերև ինքը ուրիշ բան արեց, որ այդքան էլ հաճելի չէր։ Միգուցե նույնը լինի։ Բայց իրականում գիտեք ինչն է բանը, որ շատ հաճախ մենք ինքներս սովորում ենք կերպի վրա, քան թե անողի վրա։ Ինչպես Աստված սա կաներ, մեկ էլ հոп, այն մեկին որ սենց արեց, ուրեմն սենց մի երևակայությանը զոր տուր։
Անընդհատ չի, որ Աստված նույն կերպերն է գործում։ Անընդհատ չի, որ Աստված նույն ձև անում։ Դրա համար ես ասում, Աստված ինքը արարիչ է, ինքը ստեղծող է, ինքը ամեն բանում կարա մի նորովի բան անի մեր կյանքի մեջ։ Եվ սրա վառ ապացույցն է նաև Մովսեսի, երբ որ Մովսեսը դուրս եկավ, Տերը առաջի անգամ ասաց խփի ժայռին, ջուր կգա, նա խփեց ժայռին։ Երկրորդ անգամ գնացին, Տերը ժողովուրդը բողոք բարձրացեց, Աստված ջան, ես մարդիկ բողոքում են, ինչ անեմ, խոսի ժայռին։ Բայց Մովսեսը իր սովորության համաձայն ինչ արեց, խփեց ժայռին։ Ես անցած անգամ սա արել էի, աշխատել էր։ Մի հատ է փորձենք, եկա պետք է աշխատի, էլի աշխատող տարբերակ է։ Բայց ոչ, երբ որ Աստված գործում է քո կյանքում, քո աչքերը մացիր, մաքրիր եւ քո ականջները լարիր լսելու թե ինչ է ասում, որ անես։ Որովհետեւ շատ հաճախ այն ինչ որ մենք սպասում ենք, դա չի որ նա ասում է։ Եվ մենք փորձում ենք մեր պատկերացումներով Աստծուն կներեք, ինչ որ մեր կողմից միգուցե նաև չգիտեմ, բառը ռուսերեն է երևի ադալժենի անենք, հա, բայց իրականում դու չես կարա։ Դու չես կարա Աստծուն օգնես ինչ-որ մի բան անելու, ինքն է քեզ ասում, թե դու ինչ անես։ Եվ ես ու դու պիտի պատրաստ լինենք լսելու, վերցնելու եւ անելու։ Եվ արդյունքում, երբ որ անհաջողություն կա մեր կյանքում, դա ոչ թե նրանից է, որ Աստված չկարողացավ դա անի, այլ նրանից է, որ ես ու դու չլսեցինք, թե դա ինչ ասեց, որ անենք։ Եվ մի փորձենք մեր, չգիտեմ, անկարողությունը եւ մեր թուլությունները բարթենք եւ փորձենք մատուցենք, որ Աստծո կողմից էր սա այդպես։ Ոչ, ուշադրություն դարձրա, թե Աստված ինչ է ուզում, որ դու անես։ Բայց նայեք սա, Հիսուսը բժիշկ է եւ նա հետևողական է։ Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, բայց նույն փրկիչը, ով հետևողական է, նաեւ ստեղծագործ է։ Ինչը նշանակում է, որ նա սահմանափակված չէ, ինչ որ նշանակում է, որ նա ստիպված չէ այս անգամ էլ նույն բաներով գործել, նա ուղղակի ինչ ասեց, գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց, եւ նա շուտով տեսավ եւ ճանապարհը Հիսուսի հետևից գնում էր։ Մի խոսք, գնա։ Հպում պետք չէր, չգիտեմ, ցեխեր սարքել կամ այլ բաներ անելու կարիք չկար։ Միենակ մի հատ խոսք կար, ինչի համար, որովհետև այդտեղ կար հավատք։ Հավատք կար եւ ինչ որտեղից ենք տեսնում այս հավատքը, որովհետեւ վերևի համարը շեշտադրություն է դարձնում, երբ որ նա լսեց իրան կանչեցին, ինքը հանեց ու շպրտեց ամեն բան։ Ես հավատում եմ, ես նրան մոտ կանգնեցի, ամեն բան փոխվելու է, վերջ։ Նրա հավատքը հասցրեց նրան այնտեղ, որ Քրիստոսը նայելով իրան ասեց գնա։ Քո հավատքը քեզ ապրեցրեց։ Կարիք չկա, որ ես քեզ հպվեմ, կարիք չկա, որ ես նորից ինչ-որ գործողություն անեմ, որովհետև ես տեսնում եմ այն հավատքը, որ դու ունես, որ դու եթե ինձ հետ հանդիպեիր, դու իմ առջև գայիր, քո կյանքը ամբողջությամբ պիտի փոխվեր։ Ահա թե որտեղ է թաքնված գաղտնիքը, հավատքով ես մոտենում եմ Աստծուն, այսօր թե չէ։ Ես արդյոք այդքան լուրջ եմ վերցնում Տիրոջ հետ հանդիպման գալը, թե չէ։ Արդյոք ես այդքան սպասումով եմ գալիս Տիրոջ առջև, թե չէ։ Գիտես, շատերս են գալի եկեղեցի, շատերս են փորձում ծառայել Աստծուն, բայց արդյոք այն փափագը, այն երազանքը, այն նվիրումը, ինչով որ ես գալիս եմ, արդարացված է դա թե ոչ։ Մի փորձեք Աստծուն հարմարեցնել, մի փորձենք Աստծուն բերենք մեր պատկերացման մեջ ու ասենք, դե այսպես պիտի գործես։ Աստված այսպես թե այնպես չի գործում, նա գործում է այնպես, ոնց որ ուզում է։ Նրա հոգին ազատության հոգի է, եւ ասում է որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ կա ինչ ազատություն։ Երբ որ մենք փորձենք Տիրոջ հոգուն սահմանափակումների մեջ դնենք, գիտեք Տերը ինչ անում այդ ժամանակ, ասում մնաք բարով, փորձեք անել այնպես, ոնց որ ձեր փորձառությունն է անում, ես կգնամ այնտեղ, որտեղ որ ինձ թույլ են տալի ազատորեն ես գործեմ։ Նա չի մնա մեր սահմանափակումների մեջ, նա չի մնա այդ կաղապարների մեջ, որովհետև այս կաղապարները միայն մեր պատկերացումն է, նա չունի կաղապարներ, նա չունի ինչ-որ տարած, որի մեջ հենց ապրում է, ամբողջ երկիրն է նրա համար։ Եվ ես ու դու այսօր փորձում ենք այդ մեծ Աստծուն բերենք դնենք այստեղ, ասենք, չէ, դու տեղավորվի սրա մեջ, դե իմ պատկերացումն այսքանն է, ხო չեմ կարող սրանից ավելի ես տեսնեմ։ Կապ չունի, կարող ես թե չես կարող, վստահի նրան։ Թույլ տուր նրան, որպեսզի քո կյանքի մեջ գործի, շարունակի աշխատել ու հասցնել քեզ այնտեղ, որտեղի համար, որ նա քեզ կանչել է։ Միգուցե Բարթուղեմեոսի
Անդրեասի, Հովանեսի, Հակոբոսի, Պետրոսի համար լիքը հարցականներ մնաց այս ամենիցից հետո։ Եվ միգուցե նրան հարցրեցին էլ, ինչի համար այսպես, եթե այսպես կարելի էր, ինչի համար այնտեղ ոչ։ Ես չգիտեմ, սրանց պատասխանները այստեղ գրված չեն, եւ եթե ինչ-որ մի բան էլ խոսանք, սա պիտի լինի զուտ մեր երևակայության եւ պատկերացումների պատասխանը։ Բայց ուզում եմ հիշեք, որ Աստված դեռ խոսում է։ Եվ Հիսուսն էլ դեռ շարունակում է բժշկել։ Բայց գուցե ոչ այնպես, ինչպես որ ես ու դու ենք ուզում։ Գուցե ոչ այնպես, ինչպես որ ես ու դու ենք պատկերացնում, բայց նա շարունակաբար անում է այս գործը։ Իմ ու քո կյանքում եւ յուրաքանչյուր մարդու կյանքում, ով որ սրա կարիքը ունի։ Բայց այն պատճառը, որը նրանք չեն տեսնում սա, որովհետեւ նրանք չեն նայում այնպես, ինչպես որ պիտի նայեն կամ այնտեղ, որտեղ որ պիտի նայեն։ Եվ իմ ու քո չտեսնելը դա դեռ չի նշանակում, որ Աստված դադարել է գործելուց։ Ես ու դու ենք դադարել տեսնելուց։ Եվ ժամանակն է վերանայենք մեր կյանքը, վերանայենք մեր ապրած քրիստոնեությունը, վերանայենք արդյոք մենք հասել ենք մի կետի, որ մենք զուտ փարիսեցիների նման կրոնավորությամբ ենք զբաղված, թե իրապես խորը ճանաչում եւ ունենք Աստծուն, թե ով է Աստված եւ ինչ է ուզում մեզանից որ անենք։ Գիտես Պողոսը, ով որ մարդասպան էլ ինչ կարգի, մի հատ քրիստոնյաների բանակ էր առնում ու ջարդում, մորթում, սպանում, այսպիսի մի մարդու, որի կյանքի նպատակն էր սա, բավական էր մեկ հանդիպում Աստծուն։ Եվ երկու հարց. ով ես դու, ինչ անեմ քո համար։ Այսօր ես ու դու, եթե բացահայտել ենք ով է նա իմ ու քո կյանքում, ով է նա եւ ինչ արեց իմ ու քո համար, եւ երկրորդ հարց արդեն չի առաջացել մեր մոտ, թե ինչ անեմը, կներես, միգուցե դու իրապես Աստծուն չես հանդիպել, չես ճանաչում։ Աստծուն ճանաչող մարդը չի կարող պարապ նստել ուղակի։ Աստծուն ճանաչող մարդը պիտի կարողանա գործել, պիտի կարողանա նրա կամքի մեջ մտնել, նրա գործունեության մի մասը կազմել։ Եվ գիտես, Եսայի 43:19-20, եթե դրել եմ այստեղ միասին նայենք, ինչ ասում, ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի, միթե չեք իմանում, նաև մի ճանապարհ եմ շինելու անապատում, ամայի տեղերում էլ գետեր, ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, շակալները եւ ջայլամները, որովհետեւ ջուր պիտի տամ անապատում, գետեր ամայի տեղերում, ում համար։ Իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։ Ովքեր են այս ընտրյալ ժողովուրդը։ Ինչ է, մենք անապատում չենք ապրում, մեզի ջրի կարիք չկա, սխալվում եք։ Հոգևոր անապատներ կան, որոնք ավելի դաժան են, քան այն անապատները, որ մարդը կարա պատկերացնի։ Եվ Աստված ասում է, ես ջուր կտամ, խմելու ջուր կհոսեցնեմ այն վայրերի մեջ, որտեղ որ դու չես էլ պատկերացնում։ Եթե դու ուզում ես, դու քո ուղեղում, քո պատկերացումների մեջ, դու տպավորություններիդ մեջ դեռ ապրում ես, որ դե գիտես, որ ջրերը կան, այնտեղ պիտի բացում լինի, որ ես քայլեմ, Աստված ասում է, ոչ, այս անգամ ամայի տարածքներում ես պիտի ջուր բացեմ քո համար եւ պիտի խմեցնեմ իմ ժողովրդին եւ իմ ընտրյալ ժողովուրդն էլ ինձ պիտի փառավորի սրա մեջ։ Եվ ես ու դու այսօր կարիք ունենք դառնալու մասը այդ ընտրյալ ժողովրդի։ Մենք առանձնացված չենք որպես եկեղեցի, մենք Քրիստոսի մարմին ենք եւ Քրիստոսի մարմինը մեկացած է։ Աստված չի գալու որևիցե մենակ մի եկեղեցիների հետևից, Աստված գալու է իր մարմնի հետևից։ Իր հարս եկեղեցու հետևից եւ իր եկեղեցին է, որ ինքը կանչելու է։ Շինությունները չէ, մարդկանց։ Եվ եթե ես ու դու այդ ընտրյալ ժողովրդի մեջ չենք մտնում եւ այդ ընտրյալ ժողովրդի սահմանների մեջ չենք շարժվում, քանի դեռ ժամանակ ունենք, պիտի մտածենք։ Ես մտածում եմ, որ սա Աստծո իմաստության գագաթնակետերից մեկն է, երբ որ նա որոշեց հրաշքները կամ, չգիտեմ, գործելակերպերը, որ ինքը ունի, անընդհատ փոփոխել։ Գիտեք ինչի համար, որ մենք չսովորենք կախված մնալ այդ հրաշքներից, այլ սովորենք կախված մնալ նրանից։ Որովհետև մենք կարող ենք, գիտես, ես դες ձևը գիտեմ, սա արեցինք, ստացվեց ու վերջ։ Մարդ էլ կարիք չունի։
Եկեք անկեղծ լինենք, շատերս գնում ենք բժշկի, մի հատ դեղ են տալի, ոտը դեր ցավում, չգիտեմ ինչ դեր ցավում, դեղը տվեց, խմեց, անցավ, մարդը ունի ստամոքսի ուրիշ խնդրեմ, ինքը նույն դեղն է խմում։ Էսի փորձեցինք ստացավ, կներես, դա ուրիշ բանի համար էր։ Անընդհատ չի, որ նույն բանը պիտի գործածես ու դա աշխատի քո կյանքի մեջ։ Եվ Աստված ուզում է, որ մենք իր կախումը 100% ունենանք Իրանից, ոչ թե այն ամենից, ինչը որ նա կարա անի։ Արի մեր հայացքը հառած պահենք Աստծուն եւ ասենք. Տեր, մեր ամենակարող Աստված, ես ուզում եմ, որպեսզի իմ աչքերս անընդհատ քեզ նայեն։ Դուք միգուցե ենթադրում եք կամ մտածում եք, որ Աստված չի խոսում։ Ես բարձրապես հասկանում եմ, որ նա խոսում է, ուղղակի ես ժամանակ չեմ տալի լսելու դա։ Նա ոչ թե դադարեց, նա ոչ թե լռել է, այլ ուղղակի իմ փոխհարաբերությունն է դադարել նրա հետ խոսելու։ Իմ աղոթքի մեջ, իմ կարդալու մեջ եւ ընդհանրապես իմ հոգեվոր կյանքի մեջ։ Իմ ու քո անապատը սկսում է այնտեղից, երբ որ այս գիրքը փակվում է, եւ իմ ու քո աղոթքի կյանքը դադարում է։ Եվ անապատները բարձրանում են, եւ չորությունները գալիս են, եւ քո հոգեվոր կյանքը սրընթաց անկում ապրում։ Երբ որ սրանց բացակայությունը քո կյանքում լինում է ամենաբարձր մակարդակի վրա։ Եսայա 55:11 ինչ է ասում։ Աստված ասում է. Այսպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը եւ հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Աստված ասում է իմ բերանից հելած ամեն խոսքը դատարկ հետ չի գալու, մինչեւ իր գործը չանի ու չհասցնի իր նպատակին։ Եթե իմ ու քո կյանքում մի բան չի ստացվում, ոչ թե խնդիրը Աստծո խոսքն է, այլ ես ու դու ենք։ Պիտի վերանայենք ու տեսնենք մեր կյանքում, որտեղ ես ինչ բաց թողեցի, որտեղից ես ինչ կորցրեցի, որովհետև նա հստակորեն ասում է, իմ բերանից ելած ամեն խոսքը գնում է, անում է, ավարտին հասնում է, նոր է վերադառնում իմ մոտ։ Լավ, ինչի համար իմ կյանքում կիսատ մնաց, որովհետև ես կիսատ նվիրում տվեցի, ես կիսատ մոտեցում տվեցի եւ կիսատ փոխհարաբերություն տվեցի Աստծուն։ Աստված է քո կիսատին կիսատ պատասխան տվեց։ Մի զարմացի։ Մի սպասի մի հատ հրաշք պետք է լիներ, որ ամեն ինչը հավասարվեր, 100-ին 100, դու քո 10 տուր, ես 100-ը կտամ։ Էդի չի, Աստծուն 100-ին 100 նվիրվի ու տես թե իրականում քո կյանքի մեջ ինչպիսի փոփոխություն կգա։ Եվ գիտեք, անկեղծ, երբ որ падգամի վրա մտածում եմ եւ падգամը պատրաստում էի, ես ուղղակի մտածում եմ եկեղեցու մասին է։ Մտածում եմ մեր եկեղեցու ընթացքի մասին եւ ասում եմ, ես ուզում եմ, որ մենք լինենք ոչ միայն գովասանքի եկեղեցի, այլ հռչակման եկեղեցի։ Ոչ թե մենք միայն գովաբանություն ունենանք մեր շուրթերին, այլ մենք հռչակում ունենանք մեր շուրթերին, որպեսզի կարողանանք հռչակենք Տիրոջ փառքը, որպեսզի կարողանանք հռչակենք Տիրոջ մեծությունը, որպեսզի այս եկեղեցին լինի այն վայրը, որտեղ Տիրոջ խոսքը հասնում է սահմաններից այն կողմ։ Սա իրապես երազանք է, տեսնել այդպիսի եկեղեցի, որ խոսքը սահմանների մեջ չի մնում, որտեղ որ Տիրոջ խոսքը կաղապարների մեջ չի փակվում, այլ բաց է ազատորեն խոսելու, ազատորեն հասցնելու եւ յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ փոփոխություն բերելու եւ Աստծուն թույլ տալու, որ իր գործը, որը սկսել է, հասցնի ավարտին։ Գիտեք, Եսայա 43:18-ում ասում է. առաջինները մի հիշեք եւ հին բաները մի մտաբերեք։ Աստված ինձ ու քեզ խոսք է տալի։ Առաջին բաները ինչ որ եղել է, մոռացի։ Ինչպես են կույրը իր վրայից այդ պատմուճանը հանեց ու մի կողմ շպրտեց, դու էլ այդ հնությունը, որ ունես քո կյանքի մեջ, բաց թող։ Կյանքի անհաջողություններ, կյանքի դժվարություններ, կյանքի խնդիրներ, կյանքի խնդիրներ, չգիտեմ, հարցակումներ, դժվարություններ, տառապանքներ, անընդհատ ինչ որ անում եմ իմ մոտ չի ստացվում, Տեր ասում է բաց թող։ Ուղղակի վրայից այդ հանի ու մի կողմ դիր։ Դա քեզ այլևս պետք չի գա։ Եթե դու խորապես գիտակցես, որ իմ հետ հանդիպումը կարող է քո կյանքը տակնու վրա անել եւ կարող է ամբողջությամբ փոխել, ժամանակն է, որ դու բաց թողես ամեն ինչ ու ասես, ահա ես Տեր, գալիս եմ քո ոտքերի մոտ եւ ուզում եմ, որ դու հանդիպես ինձ։ Ես ուզում եմ, որ դու օգնես ինձ, իմ էության միջից հեռացնեմ ամենը
ինչը որ խանգարում է նորովի գալ քեզ մոտ, ինչը որ խանգարում է բացահայտելու քո էությունը։ Ես հասկանում եմ, որ դու ասում ես առաջինները չես հիշելու եւ հին բաները քո արդեն մտքիցդ հանել ես, բայց ուզում եմ տաս ինձ կարողություն, որպեսզի ես էլ իմ մտքից դա հանեմ, որպեսզի ես էլ կարողանամ դա բաց թողնեմ, որպեսզի չկենտրոնանամ այն ամենի վրա, ինչը որ ինձ պահում էր, որովհետև թշնամու նպատակն է անընդհատ ինձ հիշեցնելու ինձ սխալներն ու թերությունները, բայց քո նպատակն է, որ ինձ կանչես իմ անունով, ասես ես քո հետ դեռ չեմ ավարտել։ Ես քեզ կանչում եմ հանդիպման։ Եվ ինչ արեց կույրը։ Իր պատմճանը գցեց, իր ամեն ինչը թողեց, իր փայտն էլ, չգիտեմ, իր հավաքած գումարներն էլ, իր ամեն ինչը թողեց։ Ասեց ես գիտեմ, եթե նա ինձ կանչեց, եթե նա որոշեց ինձ հանդիպել, այլևս ես այստեղ հետ չեմ գալու։ Եվ ինչ ենք տեսնում, համարն ասում է, որ նա շարունակեց քայլել Հիսուսի հետևից։ Կաներես, սիրելի քույրս, եղբայրս, բայց շատ հաճախ ես ու դու գալիս ենք Տիրոջ տուն, Տիրոջից նրա հրաշքը ստանում ենք, Տիրոջից նրա հետ հանդիպումը ստանում ենք, մեր աղաղակի պատասխանը ստանում ենք, բայց փոխարենը քայլենք նրա հետևից, քայլում ենք մեր կամքի, մեր ցանկությունների եւ մեր ապագայի հետևից, ինչի համար, որովհետեւ մտածում ենք, թե ժամանակավոր աշխարհի մեջ դեռ բաներ կա, որ պիտի հասցնես։ Բայց այս մարդը բաց թողեց ամեն ինչ, ասեց ես որոշում կայացրեցի քայլելու քո հետևից եւ ուզում եմ, որպեսզի գամ քո հետևից այնտեղ, որտեղ որ դու ես ուզում ինձ տանես։ Եվ Աստված այսօր մեզ ասում է. ես ձեր կյանքը չեմ սահմանում նախկինով, ես ջուր եմ տալիս անապատում, որպեսզի խմելու ջուր տամ իմ ժողովրդին, իմ ընտրյալներին, այն ժողովրդին, որին որ ես ստեղծեցի ինձ համար, որպեսզի նրանք հռչակեն իմ գովքը։ Եկեք այսօր ես ու դու էլ ցատկենք այդ ջրի մեջ։ Նա ստեղծել է մեզ մի ապագայի համար եւ այդ ապագայի մեջ է ուզում, որ մենք գնանք ու քայլենք։ Նա ուզում է, որ այն գետերն ու ջրերը, որ ինքը վարարեցնում է, որ ինքը օրհնությամբ ձևով լեցնում է, այսօր ես ու դու գնանք ու այդ ջրերի մեջ կանգնենք ու ասենք, ահա, օգտագործիր ինձ, սրբիր ինձ, մաքրիր ինձ, քո ձեռքերի մեջ վերցրու, քո կարողության տակ պահիր ինձ եւ իմ ողջ էության մեջ նորովի բացահայտիր քո կենտրոնության մեծությունը։ Եվ այն ամեն ինչի մեջ դու անվստահ ես զգում քեզ, նա ուզում է, որ դու դա թողես։ Նա, ով սկսել է ձեր մեջ բարի գործը, կկատարի այն մինչև վերջը։ Այն ամենը, ինչը որ նա սկսել է կատարել իմ ու քո կյանքի մեջ, նա հավատարիմ է, որպեսզի հասցնի դա ավարտին եւ հասցնի դա այն կետին, որի համար որ նա մեզ կանչել է։ Եվ նա ուզում է, որ մենք թողենք այն ամեն ծրագրերը, որ մենք կազմել ենք առանց Աստծու։ Նա ուզում է, որ մենք թողնենք ամեն ճանապարհները, որոնք որ մենք կառուցել ենք առանց Աստծու։ Նա ուզում է, որ մենք մեր կյանքից հեռացնենք այն մարդկանց անգամ, ում որ կողքներս հավաքել ենք զուտ վստահություն ունենալու համար։ Նա ուզում է, որ մենակ իրան մենք ունենանք մեր կողքին ու ասենք. Տեր, ես ուզում եմ, որ դու լինես իմ միակ նայվածքի դաշտը, դու լինես միակ այն մեկը, ում որ վրա ես հույս կդնեմ, դու լինես այն մեկը, ում որ իմ աչքերս պիտի հարված լինեն, դու լինես այն մեկը, ով որ կարող է իմ ամեն խնդրին ու ցավին պատասխան տա։ Նա ուզում է, որ մենք հեռացնենք այն ամենը, ինչը որ մեր սրտերի մեջ ձևավորվել է, եւ մենք սկսել ենք դարձնել դրանք միգուցե կռապաշտություն, միգուցե ինչ-որ փոքրիկ կուռքեր։ Նա ուզում է այս ամենը վերացնենք եւ օգտագործենք իր փառքը միայն մեր կյանքի մեջ։ Հանձնիր քո ճանապարհները Տիրոջը, վստահիր նրան, եւ նա կանի այն, ինչ որ ուզում անի։ Կա նոր գետ, նոր օրհնություններ, նոր սկիզբ, այն ինչ նույնն էր մնացել, դա միայն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունն է։ Գառն Աստծո
որ վերցնում է աշխարհի մեղքը։ Աստված խոսում է մեզ հետ, բայց գուցե դուք գալիս է այնտեղից, որտեղից որ մենք չենք սպասում։ Աստված չի դադարել խոսելուց, նա շարունակում է խոսել, բայց իմ ու քո ականջները որտեղ են սպասում եւ որտեղից են սպասում այդ ձայնին։ Այս է հարցը։ Եվ ուզում եմ, որ նայենք միասին Սաղմոս 37:5-ն ասում է. հանձնիր ճանապարհը Տիրոջը, վստահիր նրան եւ նա կանի դա։ Ուզում եմ, որ այսօր միասին կանգնենք ու երկրպագության գանք Աստծուն հիմա։ Ու գանք երկրպագության ու ասենք Հայր, ես ուզում եմ գամ այսօր քո սրբարանի մեջ։ Ուզում եմ, որ նոր հանդիպում ունենամ քեզ հետ։ Ուզում եմ, որ նորովի ճանաչեմ քո մեծությունը, ուզում եմ, որ նորովի բացահայտեմ քո էությունը, ուզում եմ, որ նորովի հպում ունենամ իմ աչքերին, որպեսզի այն խավարը, այն ամենը, ինչը որ քողարկել էր իմ աչքերը քեզ ավելի տեսնելու, ավելիով բացահայտելու քո էությունն ու մեծությունը, այսօր այդ հպումը թող լինի եւ իմ կյանքի մեջ թող գա նորովի հանդիպում քեզ հետ, մի նոր զգացում, մի նոր ապրումներ, որպեսզի կարողանամ ես էլ բաց թողեմ ամեն ինչ եւ քայլեմ քո հետևից դեպի քո աղաչը, այնտեղ որտեղ որ դու ուզում ես որ ստանես եւ քո սովորության կենթանության մեջ ուզում եմ բացահայտես իմ էությունը եւ ուզում եմ որ քո ձեռքերը դնես հիմա Տեր յուրաքանչյուր մեկի աչքերին եւ բուժես մեզ Տեր տեսնելու քո ողջ էությունը, տեսնելու քո ողջ մեծությունը եւ քո փառքը մեր կյանքի մեջ Հայր։ Նոր հանդիպում սրբարանում հոր եւ որդու զրուցում ենք մեր շշուկով ես եւ դու ինչպես արծիվ սավառնում
Սուրբ Հոգու Այո, Տեր, ուզում ենք, որ քո Սուրբ Հոգու ներկայությամբ եւ զորությամբ հագեցնես մեզ, Տեր։ Հայր, ուզում ենք, որ քո մատներդ հպվեն մեզ, Տեր։ Ուզում ենք, որ քո ձեռքերդ իջնեն մեր աչքերի վրա։ Ուզում ենք, որ մեր հոգևոր տեսողությունը նորոգես։ Ուզում ենք, որ մեր հոգևոր տեսողությունը բացես քո առաջ, Տեր, որպեսզի ավելիով բացահայտենք ու ճանաչենք քո մեծությունը, Հայր։ Ուզում ենք, որ նորովի ճանաչենք քո մեծությունն ու էությունը, Տեր։ Եվ քո զորության հոգին թող շարժվի մեր մեջ, Հայր, եւ քո ողջ էության կենթանությունը բեր մեր մեջ, Հայր, եւ քո կենթանության շնչովը շարժվիր մեր մեջ, եւ այն ամենը, ինչ որ մեր մեջ կառուցել էինք, վերացրու, Հայր, եւ քո հետ հանդիպման մի նոր առիթ դուր, Տեր, որպեսզի նորովի հանդիպենք քեզ, նորովի բացահայտենք քեզ, նորովի ճանաչենք քեզ, նորովի գիտակցենք, Տեր, թե դու ով ես եւ ինչ ես արել մեզ համար, նորովի վերցնենք այն, ինչ որ ունես մեզ տալու, Հայր։ Ուզում ենք, որ դու հագեցնես մեր ծարավը, Տեր։ Ուզում ենք, որ դու հագեցնես մեր ողջ էությունը, Հայր։ Ուզում ենք, որ դու քո կենթանությամբ լեցնես մեր սրտերը, Տեր։ Հագեցրում ես, Տեր, քո գինով, հագեցրում ես քո ջրով, հագեցրում ես քո ողջ էությունը, Տեր։ Զորության հոգովը դիժի, քո կենթանության շնչովը հագեցրում ես, Տեր։ Եվ քո զորության սնապը դիչեցրում մեր մեջ, Տեր։ Եվ քո փառավորը հոգին թող իջնի, Հայր։ Եվ քո սուրբ հոգու զորությունը բեր, Հայր։ Շնորհակալ ենք քեզանից քո մեծության համար։ Շնորհակալ ենք քեզանից քո ողորմության, բարեգործության համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ այսօր էլ եւս մեկ անգամ առիթ արեցիր քո մոտ գալու, հանդիպելու քեզ, ճաշակելու քեզ, լեցվելու քո խոսքով, լեցվելու քո մեծությամբ, լեցվելու քո զորությամբ, Տեր։ Այլ հիմա խնդրում ենք, Տեր իմ, որ այս վայրից դուրս գալուց ամեն ինչ չթողնենք այս վայրում, Տեր։ Այլ քեզ վերցնենք մեզ հետ։ Մեր ամբողջ օրերի ընթացքում քեզ ունենանք մեր կյանքում, Տեր։ Օգնիր, որ ամեն մի վարքյանը, որ ապրում ենք, ամեն մի վարքյանը, որ շնչում ենք, լեցված լինի քո սուրբ հոգու զորությամբ եւ կենթանությունով, Տեր։ Օգնիր, որ գիտակցենք ամեն տեղ, ամեն վարքյան, մեր սխալ ընտրության մեջ, Տեր, ուղիղ ընտրության մեջ, քո ներկայությունն ու երեսդ այդտեղ է, ու տեսնում է։ Օգնիր, որ արդար ու ազատ լինենք քո հոգու հետ, Տեր։ Սովորեցնում ես, Տեր, նորովի տեսնել ամենը, այն աչքերով, որով որ դու ես տեսնում, եւ այն սրտով, որով որ դու ես տեսնում։ Եվ օգնիր, որ մեր հայացքը հառած լինի դեպի քեզ ու քո գահը, Տեր։ Եվ մեր կյանքի յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ակնթարթը լեցված լինի քեզանով, Տեր։ Եվ քո զորության հոգու կենթանի շունչը լեցված լինի մեր մեջ, եւ քո փառքդ երևա, Տեր, եւ քո անունը թող փառավորվի իմ Աստված։ Քեզ ենք հանձնվում մեր ամբողջ շաբաթը, մեր ամբողջ օրերը, եւ խնդրում ենք, որ Սուրբ Հոգի դու առաջնորդես մեզ, տանես մեզ եւ մեր կողքին լինես ամեն տեղ եւ ամեն ժամանակ։ Ամենը խնդրում ենք մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի անունով, փառավորվես, որին արժանի ես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Արժանի է մեր Տերը, զորավոր մամքերի, ով փառավորվի մեր Աստված, ամեն։